Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ, հարկ վճարողի օրվան ընթരാճ մեկնարկած փոդքասթային շարքի շրջանակում այսօր հյուրընկալել ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Նախարարի հետ կզրուցենք բյուջեի միջոցներով առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ու դրանց արդյունքների մասին։ Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ։ Տիկին նախարար, 2025 թվականի ամենակննարկված ծրագրերից առողջապահության ոլորտում առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագիրն է։ Տարեսկզբին ձեր ընդդիմախոսները քննադատություն հնչեցրին համակարգի ներդրման համար նախատեսված ժամկետների խախտման համար։ Եվս մեկ անգամ կխնդրեմ ներկայացնեք, թե ինչ փուլում են աշխատանքները, ինչու մինչև այժմ չեն ներդրվել եւ ինչ կտա այս համակարգը քաղաքացիներին։ Նախ ժամկետների առումով պիտի նշենք, որ մեր 21-26 թվականների կառավարության ծրագրով է նախատեսված ապահովագրության ներդրումը եւ այո հայեցակարգում, որը կառավարությունը ընդունել է հայեցակարգային ժամկետներ, որը որ ըստ էության այո որոշակի շեղում ունենք այդ ժամկետներից, բայց այստեղ էլ պիտի հասկանանք, որ բավական մեծ ռեֆորմ է եւ մշակման ընթացքում էլ կարիք է լինում հաշվարկների առումով քննարկումներ իրականացնել մեր ֆինանսական բլոկի գործընկերների հետ եւ բարդ գործընթաց է այս ռեֆորմի ընդունումը, որտեղ շատ մարդկանց է անդրադառնալու ի վերջո եւ նաեւ իհարկե պետք է ընդգծենք, որ մեր ֆինանսական միջոցները երկրի եւ բյուջետային միջոցների շրջանակներում պետք է կարողանանք տեղավորել այս փուլային ներդրումը եւ սա է կարեւորը հանձնառության առումով մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել եւ ինչպես որ կառավարության ծրագրում նշված է մեր կառավարությունը այն մեկնարկելու է բայց փուլայնության հետ կապված այո որոշակի փոփոխություններ շտկումներ լինում են գիտեք ապահովագրության ներդրումը մեր քաղաքացիների համար ըստ էության ամենակարևոր հարցերից մեկն է լուծելու դա ֆինանսական մատչելիությունը եւ հասանելիությունը ծառայությունների երբ որ մենք բժշկական ծառայությունների համար վճարում ենք այն ժամանակ երբ որ արդեն հիվանդանոցում ենք եւ վրա է հասել որևէ այսպես պատահար վիճակ ապա այդպիսի վճարման համակարգը շատ ավելի մեծ ֆինանսական բեռ է հանդիսանում քաղաքացու համար այլ մյուս տարբերակը, որը դրված է ապահովագրության հիմքում, այնպիսին է, որ քաղաքացին փոքր վճարումներ կատարելով, երբ որ իրեն անհրաժեշտ է բարձրարժեք ծառայություն ստանալ, արդեն ապահովագրված է եւ այդ ծառայությունը նրան հասանելի է դառնում։ Տիկին Ավանեսյան, քաղաքացիները մտահոգություն ունեն, որ այս ապահովագրությունը կարող է չներառել առողջապահական բոլոր ծառայությունները, ինչ կասեք, արդյոք ներառելու է բոլորը եւ ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք չեն աշխատում։ Որևէ ապահովագրական ըստ էության համակարգ չի ներառում բոլոր ծառայությունները։ Մենք ուրեմն ընտրել ենք Հայաստանում հիվանդացության բեռ հանդիսացող ամենակարևոր ծառայությունները եւ այն ծառայությունները, որոնք այսօր մեր քաղաքացիները օգտվելու խնդիր ունեն ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Եվ սա էլ պիտի ընդգծեմ, որ մենք պետք է քայլ գնանք, չենք կարող չունենալով ապահովագրությունից անցում կատարել միանգամից ամբողջական բոլոր ծառայությունների ապահովագրություն։ Մեզ համար կարևոր է, որ ընդգրկել կարևոր բազային փաթեթում այդ անհրաժեշտ ծառայությունները, հաջորդիվ տարիների ընթացքում այդ շրջանակը ընդլայնել։ Ինչպես անում ենք պետական պատվերի շրջանակներում։ Վերջին տարիներին ըստ էության առողջապահության բյուջեն ամեն տարի մեծանում է եւ ընդգրկվում են թե նոր շահառուներ, թե նոր ծառայություններ եւ համակարգն այս աճի տեմպին համահունչ զարգանում է։ Մի բան էլ պիտի նշեմ, որ ապահովագրության ներդրումը մեզ համար զուտ ֆինանսական կտոր չէ, այլ ընդհանուր առողջապահական համակարգի շատ ավելի որակյալ ծառայությունների տրամադրում, որովհետև դրանք ճիշտ գծագրված են, թե անձը որ օղակում ինչպիսի ծառայություններ պիտի ստանա, սա նշանակում է կապիտալ ներդրումներ մեր ենթակառուցվածքների մեջ, սա նշանակում է թվայնացված առողջապահություն եւ իհարկե որակի ստանդարտների ներդրում։ Այսինքն մեր բարեփոխումների այս բոլոր կտորները միասին
հիմք են լինելու ապահովագրական համակարգի ներդրման համար։ Սկզբնական փուլում ապահովագրական այս փաթեթները ներառելու են վիրահատությունները։ Ներառելու են վիրահատություններ, նշեմ օրինակ սրտի բաց վիրահատություն, որը այսօր 3-4 միլիոն դրամ արժի, այո, այդ ծառայությունը ներառված է լինելու ապահովագրական փաթեթի մեջ։ Ճառագայթային բուժօգնություն, վերջերս մենք բացեցինք եւս մեկ նոր հագեցած մասնաշենք մեր կենտրոնում, եւս ներառված են լինելու։ Այսինքն այս ապահովագրական փաթեթը շատ մեծ ծավալով լուծելու է մեր քաղաքացիների համար առողջապահական ծառայություններից օգտվելու դժվարությունները։ Իհարկե կան ծառայություններ, որոնք ընդգրկված չեն, եւ այդ սահմանը շատ հստակ է մեր կողմից նշված, եւ այդ մյուս հավելյալ ծառայությունները կարող են իհարկե փակվել արդեն մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից, ինչպես շատ երկրներում է գործում։ Մեզ համար կարևոր է, այսպես որպես մեր ժողովրդի առողջության մասին հոգ տանելու պատասխանատու, այդ բազային փաթեթը բոլորի համար ապահովել։ Այն քաղաքացիների համար, ովքեր չեն աշխատում կամ աշխատում են, ինչպես է գործելու, եւ սա էլ շատ կարևոր է, որ պետությունը բոլոր ուրեմն այն խավերին, ովքեր ունեն սոցիալական ուրեմն երաշխիքների մեջ են ներառված, դա առաջին, երկրորդ կարգի հաշմանդամներն են, սոցիալական միավոր անապահովության ունեցողներն են, երեխաներն են եւ 65 տարեկան ավել քաղաքացիները, նրանց ապահովագրական ծախսը եւս պետությունը իր վրա է վերցնելու մեր բոլորի կողմից վճարված հարկերի շնորհիվ իհարկե։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր այս սոցիալական երաշխիքներից չեն օգտվում, աշխատունակ են, ուրեմն պիտի վճարեն իրենց ապահովագրական վճարը։ Եվ այստեղ էլ շատ կարևոր է այս սոցիալական արդարության կոմպոնենտը եւ կարծում ենք, որ մեր նախագիծը, մեր առաջարկվող մոդելը հենց լուծում է այս հարցերը եւ ընդունելի տարբերակ է Հայաստանի համար։ Տիկին նախարար, խոսեցիք առողջապահության ոլորտի բյուջեի մասին, 2025 թվականին պետբյուջեից ձեզ 163 միլիարդ դրամ է հատկացվել, այս գումարից որքանն է, այսպես ասած, վերադարձվում քաղաքացիներին տարբեր ծրագրերի միջոցով, մասնավորապես պետպատվերի շրջանակում ինչ ծառայություններ են մատուցվում քաղաքացիներին անկախ իրենց սոցիալական կարգավիճակից։ Ըստ էության ամբողջ գումարն է վերադարձվում քաղաքացուն, տարբեր ծառայությունների տեսքով, տարբեր հասանելի բուժկենտրոնների տեսքով, տարբեր մատուցված նաև հարակից ծառայությունների ձևաչափով։ Տեսեք, միայն 10 միլիարդի, 11 միլիարդի չափ մենք կապիտալ ծախս ենք իրականացվում հենց բյուջեի շրջանակներում։ Սա նշանակում է նոր բժշկական կենտրոններ մեր մարզերում, նոր ամբուլատորիաներ, նոր պոլիկլինիկաներ, հագեցում արդեն եղած բժշկական կենտրոններից։ Մենք բյուջեի միջոցներով 5 հատ համակարգչային շերտագրման սարք ենք գնել հենց 1 ամիս առաջ եւ հիմա արդեն տեղադրման գործընթացն ենք իրականացնում։ Սա է նշանակում, որ ապահովել ֆիզիկական մատչելիություն ծառայությունների մասով, ներդրումներ անելով եւ հետո էլ պետական պատվերով, հաջորդիվ էլ ապահովագրությունով այդ ծառայությունները հասանելի դարձնել էլի քաղաքացուն։ Մեծ մասը գնում են ծառայությունների մատուցմանը, սա վիրահատություններ, թերապևտիկ բուժում, առաջնային օղակի ծառայություններ, պատվաստումներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ ծառայությունների փաթեթը հենց կարողանում ենք տրամադրել, քանի որ բյուջեից ունենք այսքան հատկացում։ Իսկ անկախ սոցիալական կարգավիճակից որ ծառայություններն են անվճար քաղաքացիների համար։ Օրինակ մեր ազգային իմունիզացիայի ծրագիրը հասանելի է բոլոր քաղաքացիների համար եւ մեր երեխաները պատվաստում են ստանում եւ նաեւ մեծահասակները, ինչու ոչ, հենց մեր բյուջեի շրջանակներում։ Անկախ սոցիալական կարգավիճակից ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք հասանելի են բոլորին։ Օրինակ մեր կյանք փրկող ստրոկի ծրագիրը, ինսուլտի, օրինակ Stand for Life ծրագիրը, օրինակ, չգիտեմ, շտապ օգնությունը, աորտայի շերտազատման ծրագիրը թանկարժեք, վիրաբուժական, օնկոլոգիական հատվածը, քիմիոթերապևտիկ ոչ մեծ, մինչև 300,000 դրամ տարեկան վճարը, այն օրը հանդիպում ունեի երեխաների հետ, ովքեր որ մեր ծրագրի շահառուն են, եւ այս երեխաները պետական միջոցների հաշվին այսօր ստանում են լավագույն դեղորայքը իդիոպաթիկ արտրիտի բուժման համար եւ կարողանում են իրենց
կյանքի որակը պահպանել, սովորել, թռվռալ, խաղալ։ Մյուս կարևոր ծրագիրը օրինակ կոնխլյար իմպլանտի ծրագիրը մեր երեխաների համար, որ երեխաները վերականգնում են լսողությունը եւ ամբողջ կյանքում արդեն հաշմանդամության, սոցիալիզացիայի խնդիրներից զերծ են մնում։ Արդյոք բավարար են այս միջոցները մեր քաղաքացիների բոլոր կարիքները հոգալու։ Իհարկե ոչ, հենց դրա համար էլ մենք հանձնենք առել ապահովագրության ներդրմանը, որպեսզի այս ծառայություններից բացի նաև այն ինչ որ չենք կարողանում տրամադրել, ամբողջական պատկեր ունենանք։ Տիկին նախարար, դուք նաև նշել եք, որ 5 տարում կառավարությունը պետք է կառուցի, վերակառուցի ու վերազինի 50 բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ քանիսի աշխատանքներն են ավարտված եւ քանիսն են ընթացքի մեջ։ Կհասցնեք նախանշված ժամկետներում ամբողջն ավարտել։ Իհարկե ամեն ինչ անելու ենք հասցնելու համար եւ աշխատանքները շատ ակտիվ կերպով ընթանում են։ Մենք ունենք 9 կենտրոն, որոնք արդեն ավարտվել են շինարարական աշխատանքներ։ Դրանք ոչ միայն նոր կառուցված կենտրոններն են, այլև որոնք որ վերակառուցվել են, վերանորոգվել են եւ այլն։ 15-ից ավելը գտնվում են ուրեմն շինարարական աշխատանքների այսպես բուրըն ընթացքում, մնացածը մեկնարկային, նախագծային եւ այլն։ Այո, պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի մեր նաև շինարարական ընկերությունները մեզ հետ միասին ապահովեն ժամկետներում այս շինարարությունների ավարտը։ Դուք նաև նշել եք բազմիցս եւ առհասարակ այս մասին է շեշտադրվում, որ առողջապահությունը միայն բուժումը չէ, այլ կանխարգելումը։ Այս ուղղությամբ սկրինինգային հետազոտություններ են իրականացվում։ Կխնդրեմ ներկայացնեք, թե այս տարվա բյուջեով որքան է հատկացված սկրինինգային հետազոտությունների համար եւ դրանք ինչ հետազոտություններ են, ու նաև եթե կարելի է անդրադառնալ արդյունքներին դրանց։ Այո, մենք վերջին տարիներին սկսել ենք շատ կարևոր երկու սկրինինգային ծրագրեր։ Առաջինը դա կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային ծրագիրն է եւ երկրորդը կոլորեկտալ քաղցկեղի։ Մենք սկսեցինք պիլոտով, որպեսզի նախ կարողանանք գնահատել ծրագրի մեկնարկի եւ նաեւ ֆինանսական բեռը մեր բյուջեի վրա ինչպիսին է լինելու եւ հաջողությամբ պիլոտը ավարտելուց հետո մենք բացում իրականացրեցինք օրինակ Վանաձորում ստացիոնար մամոգրաֆիկ կենտրոնի եւ մեկնարկը տվեցինք ավելի լայն շրջանակներին այս սկրինինգային ծրագիրը հասցնելու մասին։ Կոլորեկտալ քաղցկեղը մենք իրականացնում ենք հիմա Երևանի ուրեմն մի շարք կլինիկաներում, արդեն մարզային կենտրոններ ունենք, որոնք որ միացել են Գյումրիում եւ ելի մի քանի տեղ։ Սա եւս գիտեք կարեւոր ընթացք է, որովհետեւ պիտի վերապատրաստվեն բժիշկները, ԱՊ-ի մեր ընտանեկան բժիշկները, թերապևտները, որպեսզի ճիշտ ուղղորդվեն։ Ամբողջ գործընթացը թվայնացվում է։ Հետո ուրեմն սկրինինգի արդյունքում հայտնաբերման դեպքերը եւս պետք է պետպատվերի շրջանակներում արդեն մենք հետազոտությունները, բուժումը եւ այլն իրականացնենք, որովհետեւ չես կարող իրականացնել միայն սկրինինգ եւ մարդուն թողնել իր հայտնաբերված հիվանդության հետ։ Սա այսպես կանոն է առողջապահության համակարգում եւ այդ պատճառով էլ մենք այսպես աստիճանական ընդլայնում ենք փաթեթը։ Ընդլայնվել են հղիների սկրինինգային հետազոտությունների ծավալը, սա պիտի նպաստի նաեւ մեզ մոտ մայրական եւ մանկական մահացության նվազմանը, ուրեմն ընդլայնվել են նաեւ երեխաների օրինակ նույն լսողության սկրինինգային ծրագրի շրջանակները եւ այլն եւ այլն։ Այսինքն վերջին տարիներին մենք իսկապես մեր շեշտադրումը միայն հիվանդաբուժությունից ավելի դեպի կանխարգելում մեծացրել ենք։ Տիկին Ավանեսյան, ինչքանով են այս հետազոտությունները օգնում ծանր հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերելու հարցում, օրինակ նախաքաղցկեղային փուլում հայտնաբերումների ինչ ցուցանիշներ ունենք եւ դրանք վերջնարդյունքի բուժման վրա ինչ ազդեցություն են կարողանում թողնել։ Տեսեք, ընդհանուր առմամբ այսօր քաղցկեղը համարվում է կառավարելի հիվանդություն, եթե այն իհարկե որոշ տեսակներ կան, որ շատ այսպես ագրեսիվ են, ծանր են, բայց մեծամասամբ հնարավոր է ունենալ ուրեմն ապրելիություն եւ կյանքի որակ, եթե դրանք հայտնաբերում են վաղ շրջանում։ Օրինակը հենց կրծքագեղձի քաղցկեղի վրա բերեմ, մեզ մոտ արդեն վիճակագրական տվյալներով
3-րդ, 4-րդ կարգի առաջին անգամ հայտնաբերված ուրեմն քաղցկեղի տոկոսը նվազել է եւ սա շատ կարեւոր ձեռքբերում է, այսինքն մենք ընդհանուր առմամբ հայտնաբերելիության աճ ունենք, բայց 3-րդ, 4-րդ կարգի քաղցկեղներ առաջին անգամ ավելի քիչ ենք հայտնաբերում, այսինքն մեր շրջանակը առաջի 2-րդ կարգի քաղցկեղները հայտնաբերելու ընդլայնվել է։ Բացի դրանից դեղորայքային բուժումն է, երբ որ հայտնաբերում ենք, դրանից հետո արվում է հետազոտությունները, հետո տրամադրվում է ուրեմն այդ թանկարժեք դեղորայքը եւ որը նպաստում է, որ մարդու մոտ մենք ունենանք առողջացում։ Եվ այս բոլոր ուրեմն կտորների համադրմամբ իհարկե մենք պիտի գրանցենք ավելի դրական ելքեր։ Ամբողջ աշխարհում քաղցկեղի առումով հիվանդացության աճ կա, գրանցվում է աճ եւ մեզ մոտ էլ այսօր 2-րդ տեղում է մահացության առումով քաղցկեղը, բայց մենք տեսնում ենք, որ մարդկանց կյանքի տևողության երկարացման պարագայում ավելի շատ մարդիկ են իրենց կյանքի ընթացքում ունենալու նորագոյացություններ եւ այս առումով էլ շատ կարեւոր է սկրինինգները, վաղ հայտնաբերումը, ճիշտ ժամանակ բուժումը, որ մենք չունենանք նաեւ շատ ծանր վիրահատական, բարդ ընթացքներ։ Տիկին Ավանեսյան, ես հիշում եմ, երբ Հայաստանում ներդրվեց պապիլոմավիրուսի դեմ պատվաստումները աղջիկ երեխաների շրջանում, այն ոչ միանշանակ ընդունվեց։ Այսօր ինչ կարող ենք ասել, ինչ արդյունքներ կան արձանագրված պատվաստումների, ինչ դինամիկա է նկատվում։ Ճիշտ եք ասում, ցավոք սրտի նաև ապատեղեկատվությունը եւ որոշակի մանիպուլյացիաները մարդկանց վրա ազդեցություն թողեցին, բայց ուրախ ենք նշել, որ այդ հետևողական մասնագիտական աշխատանքը իր պտուղները տալիս է եւ մենք 24 թվականի արդյունքներով արդեն տվյալ տարիքային խմբում աղջիկների ուրեմն ընդգրկվածությունը բավական աճել է, մոտավորապես 30% անցել ենք արդեն եւ պիտի շարունակենք, որովհետեւ գիտեք, պետք է նայել փաստերին։ Այսօր կան երկրներ, որտեղ էլիմինացված է, այսինքն կարելի է ասել հասցված է մինիմումի կանանց մոտ ուրեմն վզիկի քաղցկեղից մահացությունը։ Սա շատ մեծ արդյունք է եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանում էլ մեր կամնայք նման կանխարգելելի հիվանդությունից չմահանան։ Տիկին Ավանեսյան, նաև շատերը հաճախ մեկնում են արտերկիր բուժման նպատակով, ինչ քայլեր է իրականացնում պետությունը այս մարդկանց բուժումն այստեղ կազմակերպելու իմաստով, այսինքն թե տեխնիկական հագեցվածության, թե համակարգը պրոֆեսիոնալներով համալրելու ուղղությամբ։ Ես կարող եմ ասել, որ տենդենսը փոխվել է եւ մեր քաղաքացիների ուրեմն այլ երկիր մեկնելու ծավալները նվազել են։ Մենք դա նկատում ենք։ Իհարկե մարդ ազատ է ընտրելու որտեղ ստանա իր բուժօգնությունը, բայց անհրաժեշտությունը տվյալ բուժօգնությունը ստանալու արտերկրում շատ ավելի կրճատվել է, որովհետև բազմաթիվ տասնյակ նոր ուրեմն ծրագրեր կան եւ նոր ծառայություններ կան, որոնք ֆիզիկապես գոնե հասանելի են Հայաստանում։ Եվ դրանց որակի վերաբերյալ մենք նաեւ արձանագրում ենք թե սարքավորումների փոխարինմամբ, թե նաեւ մասնագիտական վերապատրաստումների այս շրջափուլերը, որ մենք արեցինք, իսկապես արդյունք տալիս են։ Տեսեք, մենք այս տարի նաեւ ներդնում ենք բժիշկների լիցենզավորման համակարգը եւ առաջին անգամ մեր օրդինատուրա ընդունվող բժիշկները պիտի ստանան նաև սահմանափակորդներությամբ լիցենզիա։ Սա նշանակում է նաև ավելի մեծ վերահսկողություն, ինչպիսի մասնագիտական, էթիկական եւ այլ արդեն կոնկրետ պացիենտի հետ աշխատելու մենք մշակույթ ունենք։ Սա շատ կարեւոր է իմ կարծիքով։ Իսկ արտերկրից մասնագետներ ներգրավելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Իհարկե, մեր շատ ծառայություններ նաև ներդնում ենք լավ համագործակցությունների շնորհիվ եւ ամբողջ աշխարհը միայն կարող է առաջընթաց ունենա, եթե շատ ակտիվ համագործակցության մեջ է գտնվում միջազգային բժշկական հանրույթի մեջ եւ մեր բժիշկները թե մասնակից են միջազգային կոնֆերանսներին, գիտական ծրագրերին, իհարկե մեր նպատակն է, որ դա ավելանա եւ իհարկե ունենք հրավիրյալ մասնագետներ Հայաստան, ունենք Գերմանիայից մասնագիտական թիմ Հայաստանում եւ նրանք պիտի մեզ մեր նեֆրոլոգիական ծառայությունների լրիվ նոր շրջանակներ ավելացնելու մասով շատ գործուն աջակցություն ունենան։
վերջերս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համագործակցության պայմանագիր կնքեց, հուշագիր կնքեց Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ, գիտեք, որ այն շատ մեծ հիվանդանոց քաղաք կարելի է ասել, մեծ ծավալով օնկոլոգիական ծառայություններ ունեցող հիվանդանոց է, ամերիկյան UCLA համալսարանական հիվանդանոցի հետ ունենք համագործակցություն եւ այլն, բազմաթիվ են, ֆրանսիական շատ լավ կլինիկաների հետ ենք համագործակցում, Մոսկվայից մեր գործընկերները ակտիվ գործակցության մեջ են եւ սա է ճանապարհը սովորել, ուրեմն փոխարնել լավ փորձը եւ տեղում ապահովել այդ կարգի ծառայություններ։ Տիկին Ավանեսյան, այս տարի նաև առաջին անգամ ներդրվեցին ջրծաղիկի դեմ պատվաստումները, ինչ արդյունքներ ունենք արձանագրած, քանի հոգի է արդեն պատվաստվել եւ կա պայմանավորվածություն պատվաստանյութերը շարունակաբար ձեռք բերելու ուղղությամբ։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ բավական ինտենսիվ են ընթանում ջրծաղիկի պատվաստումները եւ 5000 բալիկ արդեն ունենք պատվաստված, այսինքն սա էլ է շատ կարեւոր, որ ընկալունակ են թե ծնողները եւ սպասում էին այս պատվաստանյութի ներդրմանը, այո, ըստ էության այն արդեն իսկ մեր ազգային իմունիզացիայի ծրագրի մաս է կազմում եւ ամեն տարի մենք ձեռք ենք բերելու եւ երեխաների համար եւ այս ուրեմն պատվաստումը հասանելի է լինելու նաեւ զորակոչիկների համար, որովհետեւ մենք գիտենք, որ երբ որ մեր տղաները զորամասում հիվանդանում են, շատ ուզում ենք արդեն այդ էտապն էլ փակենք, որ մինչեւ զորակոչվելը արդեն կարողանանք պատվաստանյութերով ապահովել եւ այս հեշտ կանխարգելելի հիվանդությունը եւս թողնել անցյալում։ Շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան, կցանկանաք որևէ բան հավելել։ Կուզեմ ասել, որ իհարկե մեր երկիրը իր հնարավորությունների եւ ռեսուրսներին համարժեք ուրեմն պիտի ապահովի շատ ավելի բարձր որակյալ առողջապահական ծառայություններ, հասանելի առողջապահական ծառայություններ եւ դա մեր բոլորի աշխատանքի միայն արդյունքը կարող է լինել։ Մենք բոլորս ենք դրա մասը կազմում եւ պիտի շարունակենք ստեղծել բարիք մեր վճարած հարկերի շրջանակներում ավելացնել մեր բյուջեն, որպեսզի հետ ստանանք այդ գումարները շատ մեծ արդյունավետությամբ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։